Մարտի 1-ից Ռուսաստանում խստացվել է վերահսկողությունը աշխատանքային միգրանտների նկատմամբ։ Միգրանտների վճարած հարկերը, փոխանցումները եւ անգամ անձնական հաղորդագրությունները կարող են դառնալ արտաքսման հիմք։ Վերահսկող մարմիններին միացել է նաեւ հարկային ծառայությունը։ Հարկային հաշվետվությունն այլևս միայն էլեկտրոնային տարբերակով կլինի։ Ըստ այդմ, հարկ չվճարող միգրանտներն ընդգրկվելու են վերահսկվող անձանց ռեեստրում։ Առանձնահատուկ ռիսկի տակ են հայտնվելու հայ աշխատանքային միգրանտները, որոնց պայմանագրերում նշված աշխատավարձերը հաճախ չեն համապատասխանում իրական ստացած գումարին։ Եթե նրանք փորձեն իրենց իրական եկամուտը փոխանցել Հայաստան, տվյալները ավտոմատ հասանելի են դառնալու միգրացիոն ծառայություններին, եւ անձը պարտավոր է լինելու նշել գումարի ծագման աղբյուրը։ Հակառակ դեպքում կարող է ներառվել վերահսկվողների ցանկում եւ ենթարկվել արտաքսման։ Բացի այդ, մարտի 1-ից Ռուսաստանում Դաշնային անվտանգության ծառայությունը կարող է պահանջել սահմանափակել միգրանտների հեռախոսակապը, եթե նրանց զանգերը կամ հաղորդագրությունները գնահատվեն որպես անվտանգային ռիսկ։ Զինվորի կողքին հասարակական կազմակերպության փոխնախագահը եւ զորամասերից մեկի ծառայողը պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներին մոլորեցնելով հափշտակել են խոշոր չափի գումար։ Նրանք պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող անձանց համոզել են, որ հիմնադրամներից մեկի միջոցով կարող են ստանալ 39-ից 42 միլիոն դրամ օգնություն եւ պահանջել են 10% կանխավճար։ Այդ եղանակով 44-օրյա պատերազմում ձեռքը կորցրած զինվորից նրանք ստացել են 3 միլիոն 800 հազար դրամ, որը հափշտակել են խարդախությամբ։ Նույն սխեմայով փորձ է արվել գումար ստանալ նաև այլ վիրավոր զինվորներից, սակայն նրանք հրաժարվել են վճարել։ Կասկածյալներից մեկը կալանավորվել է, մյուսը տնային կալանքի տակ է։ 10,000 քաղաքացի դեռ չի անցել թոշակն անկախիկ ստանալու համակարգին։ Այնինչ անկախիկի անցնելու վերջնաժամկետը լրացել է հենց այսօր։ Ըստ այդմ, կառավարությունը որոշել է վաղվանից ինքնաշխատ եղանակով մոտ 10,000 քաղաքացիների բաշխել 4 բանկերի միջև, նաև աշխարհագրական հասանելիությունը հաշվի առնելով, եւ սկսել քարտերի առաքումների գործընթացը։ Որևէ քաղաքացի զրկված չի լինելու իր կենսաթոշակը ստանալու իրավունքից։ Եկեղեցին չի կարողանա օտարել իր հաշվեկշռում ամրագրված հուշարձանները, թեպետ փորձագետները նկատում են, որ մինչև հիմա նման նախադեպ չի ֆիքսվել։ Ազգային ժողովը 66 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին օրենքի փոփոխությունները։ Սահմանվում է, որ պետական ցանկում ընդգրկված պատմամշակութային կառույցները կարող են օտարվել երրորդ անձի միայն Հայաստանի կառավարության համաձայնությամբ, վճարովի կամ անհատույց հիմքով։ Կառավարությունն իրավունք ունի մերժել, եթե գտնում է, որ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային։ Օրենքը փաստացի վերաբերում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, քանի որ պատմամշակութային հուշարձանների հիմնական սեփականատերը հենց նա է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։